Հիմա տեսեք, երկրորդ նախագահ, ես խնդրում եմ թիմին եւ դիմում եմ թիմին, ոչ թե պետք է ինչ որ բանը խելք ցույց տալ, ինչ որ բաներ ասել, ինչ որ sense խելքին զոր տալ, ինչ անել, ոչինչ պետք չի, այնքան ահռելի բան է արել Ռոբերտ Քոչարյանը, որ դուք նորից ու նորից հիշեցնեք մեր ժողովրդին, թե ինքը ինչ է արել Արցախի ազատագրական պայքարից սկսած Արցախը շենացնելուց, Հայաստանը շենացնելուց, ինչ է արել գյուղացիների համար, գյուղատնտեսության համար, ինչ է արել մեր տնտեսության մեջ, ինչ է արել բանկային համակարգում, ինչ է արել ճանապարհաշինություն, ինչ է արել կառուցապատում, չգիտեմ ինչ է արել թունել է կառուցել, սա, ինչ է արել ամենակարևորը խաղաղություն է բերել։ Եթե դուք ոչինչ չանեք, Ռոբերտ Քոչարյանի թիմ, սա նաև Հայ-Աղափական Դաշնակցությանը, ավելի լավ կլինի բան չանեք, ուղղակի դուք ներկայացրեք, հիշեցրեք նորից ինչ ահռելի բան է արել Ռոբերտ Քոչարյանը, որտեվ գործերը ինքնին խոսում են, եթե դուք ինչ է արել կրթության համակարգում, մշակույթի մեջ, չգիտեմ, մշակութային օջախներում, սա արեք։ Երկրորդ, ես դիմում եմ Սամվել Կարապետյանի թիմին, պետք չի խելքներից զոր տակ, չգիտեմ ինչ արեք, ուղղակի ցույց տվեք, որ մարդիկ տեսնեն, այս մարդիկ արարող, շենացնող, անելով մարդիկ են։ Ինչ է արել այս 20 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության համար Սամվել Կարապետյանը, ճիշտ է։ Անվտանգության համար, բժշկություն, ինչը ներդրումներ, էլ ցանցում ինչքան ներդրում է արել, հիվանդանոց է կառուցել, ճանապարհ է կառուցել։ Դուք զրո եք այդ մարդկանց կողքը։ Քոչարյանի թիմն էլ է զրո, Սամվել Կարապետյանի թիմն էլ է զրո։ Այդ մարդիկ են անհատներու հզոր դեմքեր։ Դա վերաբերվում է նաև Գագիկ Ծառուկյանին։ Գագիկ Ծառուկյանը ցույց տա գյուղացիների ամենակարևոր բանը Գագիկ Ծառուկյանը գյուղացիների համար ինչ որ բան էլ չանի ցույց տա ինչ է արել գյուղացիների համար գյուղատնտեսության մեջ ինչ է արել արդեն մեծ այսինքն մարդու փոխարեն խոսեն գործը քանի որ սրանք ամբողջ լրատվական դաշտը աղմուկով են լցրել իր հիստերիայով լաչառությամբ կռվով սկանդալներով չգիտեմ ինչով դրա փոխարեն դուք էլ լցրեք նյութեր որտեղ ձեզ մի բերեք առաջին պլան արդեն ձեր մոտ չի ստացվել թիմերի մասին եմ խոսում այս անհատներն են պահել այս ամիջով այս անհատները ընդ որում ուժեղ դեմքեր են բոլորն էլ եւ շենած բանը գործանող մարդիկ են արարող երկիր պահող երկիր պաշտպանող մարդիկ են միայն դրան ես չգիտեմ էլ ձեզ ոնց բացատրեմ որ ավել ինչը որ խոսում եք ասում եք կառուցեք այդպես ցույց տվեք նորից հիշեցեք այս մարդկանց արած գործերը դրական հիշողությունները արտնասում Ռոբերտ Քոչարյան խաղաղություն, անվտանգություն բերել է ու ոչ թե օդի մեջ, թվերով, խաղաղություն, որ մաս չի եղել, սա եղել սահմանները։ Գագիկ Ծառուկյան թվերով ինչ է արել այս ուղղությամբ ամենակարևոր բանը սպորտի ուղղությամբ ինչ է արել, գյուղատնտեսության ուղղությամբ ինչ է արել։ Էլ Սամվել Կարապետյանի մասին չեմ ասում, այս մարդը միայն տվելա, այս եկեղեցին է կառուցել, այս հիվանդանոցն է կառուցել, այս ճանապարհն է կառուցել, պայթած էլցանցերը ոնց է կանգնա, բեցը ոնց է կարողացել վերանորոգել։ Սա արեք, դուք մի եկեք առաջին պլան։ Ձեզ մոտ արդեն չի ստացվել, դες դեմքեր չկան, որ գան ասեք, հիմա դուք ձեզ ցույց կտաք, չգիտեմ ինչ կլինի։ Սա բարեկամաբար եմ ասում, վերջ տվեք այդ դատարկ խոսքերը, այդ լաչառինն է։ Թող ինքը գնա այդ իր դատարկ խոսքերով։ Գործերի մասին ինչքան նյութեր կա, տեսանյութեր, գովազդային ամեն ինչ կարելի է պատրաստել։ Այո։ Ժամերով։ Մանկապարտեզի նման մենք էդ գցեք մի կողմ։ Մեկը դուք արդեն 2 ամսում չեք կարող կայանալ։ Չի ստացվելու ձեզ մոտ։ Եթե միջև հիմա չեք արել, չի ստացվել, հետո էլ պարզը 2 ամսում հաստատ չի ստացվելու։ Կայացած եղած գործը ցույց տվեք, գործը ինչքան հնարավոր է գործը ցույց տվեք եւ ամեն ինչ։ Կրթությունից եք խոսում, ասեք, այս մարդը կրթության համար սա է արել։ Գյուղատնտեսությունից եք խոսում, այս մարդը գյուղացիացա, եթե մարդը կարողացել է ամենածանր փուլում, ծանր ժամանակ անել, հիմա ինչու չպիտի անի։ Մեր մտածողներից մեծերից մեկը ոնց էր ասում, գործն է անմահ, լավ իմացեք։ Այո։ Այսինքն գործը, արած գործը ցույց տված արդյունքները, մնացածը, հա, ճիշտ եք ասում, սա էլ է ղժուժացող ինչ-որ բաներ տի խոսա։ Այն արածի համար սրա ղժուժոց ընդհանրապես կողքից աղմուկ է։ Հիմա Սևակը խոսում է, ես ուզում ավելի առարկայական, Սևակն է, Ռոբերտ Քոչարյանի թիմից է, լավ է ձայներունի էջ միացնում, խոսում է գյուղատնտեսություն, Սևակ ջան, դու կոնկրետ օրինակը բերετε, ինչ է տեղի ունեցել ձեր առաջնորդի ժամանակ, խելքները չի հասնում։ Կամ այն մյուսը խոսում է Գագիկ Ծառուկյանի թիմ, կոնկրետ ասեք, սպորտում, բերելա չէ օլիմպիական չեմպիոններ, բերելա չէ աշխարհի չէ, այդ ցույց տվեք։
Սամվել Կարապետյանի թիմը են խումբը հավաքված անդեմ ինչ որ արարածներ են։ Ցույց տվեք ամեն օր 40 հատ ինչ որ նյութերով լցրեք, որ ժողովուրդը տեսնի թե ինչ են արել իր տղերքը։ Իրանց իսկապես իրանց տղերքն են։ Համակարգ։ Այս մեր, այո, հենց այդ որ ասում են ուր են մեր, հենց այդ տղերքն են, գործանող տղերքն են։ Իսկ եթե գործանող տղերքը չլինեն, ոչ կրթություն կլինի, ոչ մշակույթ կլինի, ոչ երկիր կլինի, ոչ սահման կլինի, ոչ էլ բանակ կլինի։ Ճիշտ առաջարկ է։ Երկրորդում եմ եւ թող այդ երեք ուժերը քարոշչական օղակները, որ զբաղվում են, կարևոր ուշադրություն դարձնեն արած գործերը մարդկանց մեկ անգամ եւս ցույց տալու, հրապարակայնացնելու, որովհետեւ մարդիկ համեմատեն կարողանան այս կորուստների դարաշրջանից մենք դի դուրս գանք։ Իմիջիալը շատ վատ է երկու առաջնորդները հատկապես եւ Ռոբերտ Քոչարյանը եւ Սամվել Կարապետյանը այդ առումով շատ համեստ են։ Մի նախադասություն չկա, որտեղ Սամվել Կարապետյանը իր գործի մասին խոսի։ Բայց հիմա մտել է։ Չէ, բայց իսկապես գործանող տղերք այդպես են լինում, պարոն Ապետյան։ Գործանողը չի սիրում, չէ, տենց երևա ցույց տա։ Չէ, բայց հիմա մտել են մի խաղի կանոներ, որտեղ դու պարտավոր ես։ Այո, չէ, եթե գործին վնասում է։ Այդ թիմը պիտի անի։ Այն թիմը, որ ոչ դեմք ունի, ոչ եսի միջու, այդ թիմը պիտի անի։ Այդ թիմը պիտի զբաղվի այդ ամեն ինչով։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Կարևոր բան ունեի փոխանցելու, եթե չեք անջատել, հենց նոր փոխանցեցին, չեմ հասցրել ճիշտ ասած կարդալ, հիմա երևի կարևոր բան է, որ ասեցին, որ անպայման փոխանցեմ։ Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևան միջազգային հանրությունից պահանջել է 1918 թվականի իրադարձությունները ճանաչել որպես ցեղասպան։ Եթե չես անում, քեզ հետ են այդպես։ Այդպես։ Եվ հետո հետևանքների վերացում։ Իսկ գիտեք դա ինչ է բերում տարածքային ոչ միայն նյութական ուրեմն հենց որ ԿՊ-ին վռնդեն Ադրբեջանը ստիպված ալնելու 200 միլիարդ փոխհատուցում կա Բաքվի հայերի համար եւ հետո այդ Բաքուն կառուցել մենք հայերը ու գալու է այդ ժամանակ որ այդ ամեն ինչի համար վճարելու են ադրբեջանցիները այդ որ այս թափթփուկներից ազատվենք